Ուզում եմ ցույց տալ նաև այսպիսի մի մինիատյուրա, որը նվեր եմ ստացել ծննդյանս օրվա կապակցությամբ։ Սա յուղաներկով արված պեյզաժ է, շատ է դուր գալիս, շատ հետաքրքիր տպավորություն եմ ստանում, ոնց որ լույս է բացվում, որ ամեն անգամ նայում եմ։ Եվ ուզում եմ, բայց ինձ թվում է, որ սպիտակ պասպարտուի մեջ ինքը կորցնում է իր գեղեցկության 90%-ը։ Դրա համար որոշել եմ պասպարտուն եւ ռամկան փոխել։ Ռամկա առհասարակ չուներ, պասպարտուն կփոխեմ ու նոր ռամկա եմ առել, դա էլ կթնեմ։ Ինչ է պասպարտուն։ Պասպարտուն դա հաստ թղթի կամ կարտոնի շերտ է, որը անջատում է նկարը ռամկայից։ Գտնվում է նկարի ու ռամկայի արանքում։ Մի քանի ֆունկցիա է կատարում պասպարտուն, նախ էսթետիկ եւ պաշտպանական։ Էսթետիկ այն տեսակետից, որ ոնց որ շունչ դադար է լինում արվեստի գործի եւ ռամկայի միջեւ։ Շատ հաճախ ճոխ բագետները նսեմացնում են, խամրեցնում են նկարը, մեջը չի երևում այն էֆեկտը, որը կարող էր լինել։ Եվ անջատում են նկարը հենց ապակուց, եթե ջերմային տատանումներ լինեն, ցածր բարձր ջերմաստիճանի, ապակին կարող է գոլորշապատվել ու նկարի ներկը դրանից կարող է վնասվել։ Իսկ այս պասպարտուի շերտը դրանից պաշտպանում է։ Շատ խայտապղետ գույներով նկարներ ետը լինում է, պասպարտուն իր գույնով ու չափով հավասարակշռեցնում է, գունային բալանս է ստեղծում նկարի բոլոր գույների միջև։ Սպիտակը իհարկե դասական պասպարտու է, դասական գույն է, բայց ոչ բոլոր դեպքերում է, որ սպիտակը ընդունելի է եւ լավագույն տարբերակն է։ Պասպարտուն պատրաստելիս կարևոր է ոչ միայն գույնի ընտրությունը, այլ նաեւ հաստության ընտրությունը։ Շատ հաճախ հաստ անելու դեպքում կարող է այն նկարը կորել մեջը, ոնց որ փոքրիկ աղջիկը մոր զգեստը հակած լինի, կամ ընդհակառակը եթե բարակ պասպարտու լինի, ոնց որ տպավորություն է ստեղծվում, որ ոչ քո չափսին համապատասխան շոր կամ կոշիկ ես հագել, դա եւս վնասում է նկարի արտահայտչությանը։ Հաճախ կարող ենք տեսնել նաև կրկնակի պասպարտուներ, այսինքն ոչ թե մի թուղթ է, այլ երկու թուղթ է տարբեր գույների։ Մեկը ավելի բարակ, մյուսը ավելի հաստ, կախված նրանից թե ոնց են պատրաստում։ Առհասարակ պասպարտու բոլոր դեպքերում պասպարտու պատրաստելուց գործում է մաթեմատիկական հավասարակշռության կանոնը, ոսկե միջինի կանոնը։ Սկզբում գտնում ենք թղթի կամ կարտոնի վրա մեջտեղը եւ ըստ մեջտեղի արդեն կառուցում ենք հավասարաչափ հեռացված եզրից։ Շատ լավ է, եթե ունենք այս դանակից, որի միջոցով ես կտրում եմ թուղթը հավասար, բայց եթե չունեք այդպիսի դանակ, կարող եք ցանկացած գրասենյակային դանակով անել։ Ուղղակի մի դիտողություն եւս, գրասենյակային դանակը կարող է փայտից կանոնները կտրել։ Ես մի քանի անգամ այդպես փայտից կանոն եմ փչացրել, դրա համար մի խոսքով տառապանքս փորձ ունի, այնպես որ իմ փորձից ելնելով վերցրեք մետաղական կանոն, ոչ պլաստիկ, ոչ փայտից, այլ հենց մետաղական կանոն։ Եվ մետաղական կանոնի միջոցով կտրեք պասպարտուի այս մեջի հատվածը։ Շատ ուշադիր ենք լինում, որպեսզի հանկարծ թեք չլինի գիծը, որովհետև դա եւս նկարի վրա շատ ակնհայտ ցայտուն կերևա։ Եվ ես երջացնում եմ, դնում եմ աշտեն ռամկայի մեջ։ Ինձ թվում է այսպես